Ամաչում եմ, բոլորից էլ ամաչում եմ, հատկապես գլխավորից շատ եմ ամաչում, որովհետև մենք այդ թեթևսոլիկ ազգը չենք էլի, որը տենց ազգային ժողով ներկայացնենք, եւ նաեւ այն որ պետքա վերադասենք օրինակ ծառայի ժողովրդին, ոչ թե ժողովուրդը համացանցով դաստիարակի վերադասի։ Ես ցած եմ մտածում։ Մենք ընդհանրապես չենք վստահում քպայականներին։ Շատ վատ է, ամբողջ օրը իրանք իրար ուտում են։ Փոխանակ երկրի հարցը լուծեն, իրանք իրար անպատվում, իրար վիրավորում, ծեծ ու ջարդ, ամբողջ օրը, շատ վատ է։ Իրանք եկել են նստեն, որ ուտեն, այլ ոչ թե աշխատեն։ Չեմ հավատում, խոսում են հակապետական։ Չէ, դուր չի գալի, ոնց կարա գա, չի գալիս, լավ չի, հայոյում են, ինչ են անում տեղը, լավ չի, ոչ մեկին էլ դուր չի գալիս։ Վստահություն չկա, էտա ամենակարևոր բանն ասում եմ վсё, ուզում են ով լսի, նայի էտա, չկա, վստահություն չունեմ, այս հանդեպ, այս իշխանությունների վստահություն չունեմ, որ ժողովրդին չեն նայում, էտա։ Ազգային ժողովի նիստերը ընդհանրապես ինձ դուր չի գալիս, որովհետև այնտեղ պետք է երկրի ժողովրդի հարցերը լուծվի։ Մի քիչ տգեղ է, երբ որ իշխանությունը վեր է կենում, փողոցային ժարգոնով է խոսում։ Դե իհարկե ես ոչ մեկի հետ կողմնակի, ոչ մի կուսակցության կողմնակցություն չունեմ, բայց ինձ համար շատ ամոթ է, երբ որ ազգային ժողովում այսպիսի իրավիճակ է տիրում։ Իմ կարծիքն է, որ իրոք դրանք բոլորը նորմալ բան չեն խոսում, երկրի համար չեն մտածում։ Ասեմ քեզ, երկիրը տանում են անդունդ։ Այդ կարամ ասեմ, մեկ նախադասությամբ կարամ ասեմ, որ երկիրը տանում են անդունդ, այսօրվա դրությամբ դրանց ապագա չկա, իմ կարծիքը։ Ինչու մեր Ղարաբաղի հարցը ազգային ժողովում չեն հետաքրքրվում։ Ինչի։ Մեզ Ղարաբաղից բերել են այստեղ, որ մեր հարցը որոշեն, բայց մեր չեն որոշելու, ինչու են բերել։ Հիմա մենք որտեղ գնանք։ Վստահություն հələ համբերատար համբերում ենք, վերջին տեսնենք ինչ է լինում, բայց եթե այդ ելույթները, այդ կռիվները, այդ շատ տհաճա բոլորի համար, հաճելի չի, անկախ նրանից, քպական կլինի, անդիմադիրը կլինի, դա կապ չունի։ Մեր համար հաճելի չի այդ բոլորը նայելու։ Ես դրանց չեմ սիրում, չեմ էլ հարգում։ Եթե կանգնում են ականջենք կդրելու, քիթենք կդրելու, բայց մենք ձեզ ընտրել ենք մարդ որպես, ոչ թե գիշատիչ։ Դու ոնց ես ուրիշ ականջ կդրում, դիմացինիդ, կապ չունի անդիմադիրա, հայա, խես ականջը կդրում կամ քիթը, ով ես դու, քով լինելը, մի ճիշտ գոյություն ունի, ճիշտից ենքում անդունդա։ Ոչ, չեմ վստահում, ինչու չեմ վստահում, որովհետև այս 7 տարվա ընթացքում նրանք ըստիս չեն արել ոչ մի քայլ, որ նրանք վստահություն ձեռք բերեն ժողովրդի կողմից, կրթությունը մանավանդ, ես որպես ուսանող ասեմ, կրթությունը քանի գնում վատանում ըստիս, կրթական մակարդակը քանի գնում իջնում է, այնպես որ բացարձակ չեմ վստահում։ Մանավանդ ազգային ժողովում նրանց պահվածքը, այդ ուղղակի ահավոր է, սենց ասեմ, խայտարակ են լինում, կոպիտ ասած բոլորի մոտ ու Հայաստանի Հանրապետություն ճիշտ չեն ներկայացնում միջազգային հանրություններում ըստիս։ Բացարձակ չեմ վստահում, որովհետև տեղ չկա վստահելու։ Շատ ներքին հիասթափություն ունեմ, բայց այդ ձեր ասած երկու բառով չեմ կարող ասեմ, ըստ երևույթին անամոթ, ուրիշ բան դրանից ավել որ ասեմ, արդեն կիրճ չի լինի, էլի։ Անամոթ իշխանություն, ուրիշ բան չունեմ ասելու։ Իրանք իրականում փողոցում չեն կարող այդպես խոսան, որովհետև այդքան ռիսկ չունեն։ Հա, այդտեղ կարող են խոսել, որտեղ կարող են ասել, ով որ հակառակվում է, հանեք դուս դահլիճից։ Այդ իրանց թուլամորթությունն է ցույց տալիս, էլի։ Իսկ իրականում իրանք առերես չեն կարող մարդկանց հետ այդպես խոսել, այդքան ռիսկ չունեն։ Էլի ախրն ինձ մարդիկ են խոսում, որ ստի ոչ պիտանի են եղել ժամանակին։
Այդքան մարդ մահացավ իրանց պատճառով։ Ու հայհոյում է ծնողներին, ընտանիքին, գնա առաջին իրան հայհոյի, իրա ծնողներին, նոր հասարակությանը։ Իրանց չեն ընտրել, որ գան քանդեն երկիրը, ընտրել են, որ գան մի բան ավելացնեն։ Ես կասեի, որ դուք շատ վատ եք աշխատում։ Ձեր աշխատանքը ոչ մեկին դուր չի գալիս։ Դուք եկել եք երկիրը քանդելու համար, չեք եկել երկիրը սարքելու համար։ Այդ քվականն դա պետությունը ավերող կուսակցությունը, հակապետական է, պետությունը ավերում։ Արցախ ավերեցին, մի Հայաստանն ավերում։ Այդ վիճակը իշխանափոխություն, մենակ դա կարա Հայաստանը փրկի։ Արցախ գործերինք, մենակ իշխանությունը կարող է Հայաստանը փրկի։ Իմ խելքից էլ ճակատում։ Աթոռի կռիվա ուրիշություն բան։ Որ իրանք այդքան են վերաբերվում թոշակառուների հետ, ուրեմն ոչ մի բան ես իրանցից չեմ սպասում։ Էտա 30-40-50 հազարով թոշակառուները ապրում են, այսենց ծաղուրը նստած, շաշկի են խաղում, բանանում, երկու բան առում, յոլային հետում, այսենց ապրում։ Այդ է մեր ապրելու ձևը այսօրվա։ Ուրիշ բան չկա։ Չեն նայում ոչ մեկին։ Իրանք իրանց համար իրանց աշխատանքներն են անում, իրանք գործերն են անում։ Մնացածը կամ եղած կամ չեղած մի հաշիվա։ Ումն ուզում ես խոսցրա, նույն պատմությունն են ասելու։ Ինձ համար շատ ամոթ է, ես ընդհանրապես չեմ սիրում սոցհարթակներում մեկնաբանություններ, որովհետև ինձ համար յուրաքանչյուր բան ցավալի է, որովհետև սոցհարթակում երբ որ տեղադրում են թեկուս հասարակ քաղաքացու վատ ձևակերպումները կամ չգիտեմ ինձ համար ամոթ է, որովհետև այդ նույն բանը բացի հայը տեսնելուց ադրբեջանցին էլ է տեսնում ու ինձ համար շատ ամոթ է, որ չգիտեմ իշխանական կազմը այդպես են իրենց պահում փողոցային ձևով, ինձ շատ տհաճ է։ Այսօր մեր Ղարաբաղը լրիվ հանձնված է, արդեն ամեն ինչը, բայց այսօր եթե եթևի գնա հերթը գալու Հայաստան, եթե եթևի թողենք, Հայաստանն էլ տանուր գտակ, օր-օրի վրա մեր երկիրը փոքրանում է։ Պետք է մտածենք, որ իրոք իմ կարծիքն է, որ ղեկավարների թուլությունն է, որ երկիրը օր-օրի վրա փոքրանում է։ Իր մնալը իզուր է, որտեղ ինքը ճիշտ քաղաքականություն չի վարում, իմ կարծիքը դա։ Ինքը բոլորը տանուլ է տալիս, լրիվ մինուս է իրար, այդքան բան։ Ոչ մեկին էլ չեմ բնութագրում, թա իրեն կուսակցությունը, թա իրեն։ Բոլորն էլ իրեն նման են, իրեն կուսակցությունը։ Իրենց կասեի, եթե դուք չեք կարողանում ղեկավարեք, ով որ կարողանում է թոնա ղեկավարի, մեր հարցն է լուծի։ Թափտուր հեռաց։ Հա։ Մենք էլ ենք մարդլի, խե որ մեզ պաշտոն չունենք, մեզ դիպլոմներ չունենք, մենք ոչ մի բան չենք հասկանում։ Եկած անտերանտիրական շան նման ընկած տղու։ Ինչա, նախկին ներկա դրել են ինչա։ Խեղճ տուժվողը մեր նման ժողովուրդն է։ Ուրիշ ոչ մեկ։ Իրանց ինչ կա, մենք ենք տուժվելու։ Խելացի մարդիկ են պետք, ուրիշ ոչ մի բան։ Եթե իրենք խոսք են տալու չեն անում, խաբելով եկան կառավարությունը տիրեցին, հիմա ժողովրդին նստեման են գալիս։ Ոչ մի բան։ Այդքան մարդու գլուխ կերան, աճը կանավ մեր, կանավ։ Հիմա էլ երկու ազգ կա հիմի, բրաջակա, ցիգաննա մեկ էլ հայը։ Այն երկում է թափառակ, մենք երկում ենք թափառական, նրանք էլ երկում են բրաջակա։ Ասեմ, որ նրանք շեշտը նոր են դրել կրթվելու վրա, այսինքն միջև այդ նորաձև չէ, կամ կրթվելու նորաձևը որն է, կրթվելը ոչ թե նորաձևը, կրթվելը պարտադիր է ու միշտ էլ եղել է պարտադիր։ Ու ոչ միայն կրթվելը, մշակույթն է առհասարակ պարտադիր, իսկ նրանք ջնջում են մշակույթը, ջնջում են կրթությունը, ամեն ինչ էլ եմ ասում, ամեն ինչ բարդացնում են, մշակույթի կոթողները ամեն ինչ կամ վերացնում են կամ վերափոխում են։ Այս վերջերս թատրոնի անունը ուզում էին, ինչքանով ես տեղյակ եմ, հիշում եմ ազգային, ուզում էին ազգայինը փոխեին անունը, այսինքն նրանք ուզում են բոլոր ազգային արժեքները նրանք վերացնեն։ Համախմբվել է պետք, ժողովուրդը եթե միասնական լինի, բոլորը միասին իրար հետ համախմբվեն, միահամուռ ուժերով կարանք հասնենք ամեն ինչի ու իշխանությանը
կարողանանք էլի հեռացնել, ամեն ինչ լավ կլինի, եթե միասնական լինենք։ Ուժը միասնության մեջ է։